Վարչապետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետը արտահայտել է պատրաստակամությունը Ադրբեջանի վաճառել նավթամթերք։ Հայաստանի կառավարությունը նախնական ուսումնասիրելով դաշտը այն գործարարներին, որոնք մեր գնահատմամբ հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, որ օրինակ կառավարությունը մեզ ստիպում է, որ մենք Ադրբեջանից բենզին գնենք, իսկ մենք չենք գնում բենզին, որովհետև եւ այլն եւ այլն։ Մենք ասել ենք, որ կա այդպիսի հնարավորություն։ Եվ երկու կողմերի ընկերությունները, եթե չեմ սխալվում, Հայաստանի կողմից երկու ընկերություն կապ են հաստատել։ Իմիջիայլոց ասեմ, բոյկոտի դրսևորում առաջին խմբականակի ներկրման ժամանակ եղավ, որովհետև եղան ցանցեր, ովքեր հրաժարվեցին վաճառել այդ բենզինը, ինչը նշանակում է, որ մեր նախնական մտահոգությունը եւ մտավախությունը ճիշտ էր։ Եվ հիմա 1, 2, 3, 4-ին ես կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի կլինի, որ այդ շուկան եւ հնարավորությունը բաց է բոլորի համար եւ ով ուզենա կարող է դրանից օգտվել։ Այսինքն որևէ ուրիշ այլ սահմանափակում չկա։ Հիմա անկեղծ ասած տենց process-ներ կան, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ ձեռք բերելու եւ ինչ վաճառելու եւ ինչ գնելու հարցում են հետաքրքրված եւ process գնում է, երբ որ նորություններ կլինեն կիմանանք։ Այսինքն կա քննարկում։ Ես գիտեմ, որ նախնական ապրանքախմբերի ցանկեր են փոխանակվել, դեռևս ուսումնասիրության process-ը։